Սիրված դերասան Կարո Հովհաննիսյանն այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի հեղինակային հեռուստանախագծում, որը կոչվում է «Գոյամարտ»։ Նա մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին՝ Դավիթին։ Սերիալը կառուցված է մարդկային ճակատագրերի, ներքին բախումների, բարոյական ընտրությունների և կյանքի դժվար պայքարի շուրջ, իսկ Դավիթն այդ պատմության սրտում կանգնած կերպարներից է։ Դավիթն այն հերոսներից է, ում ուժը աղմկոտ չէ, նա բարի է, խոհեմ, խորապես զգայուն, բայց միևնույն ժամանակ պատասխանատվության ծանր բեռն իր ուսերին կրող տղամարդ։ Նրա համար ընտանիքն առաջնահերթություն է, նա այն մարդկանցից է, ովքեր իրենց հոգսերը չեն բողոքում, չեն ներկայացնում որպես հերոսություն, այլ պարզապես անում են այն, ինչ պարտք են համարում։ Դավիթն ընտանիքի հենարանն է, նա պատրաստ է զիջել, պայքարել, լռել, միայն թե իր հարազատներն ապահով լինեն։ Սերիալի ընթացքում նրա կերպարն անցնում է ներքին լուրջ փորձությունների միջով։ Դավիթը հաճախ կանգնում է ընտրության առաջ՝ լսել սրտին, թե իր պարտքը կատարել, և հենց այդ հակասությունն է դարձնում նրան կենդանի ու հավատալի։ Կարո Հովհաննիսյանը կարողանում է կերպարին հաղորդել ոչ միայն տղամարդկային ամրություն, այլ նաև մարդկային փխրունություն։ Նրա հայացքը խոսում է ավելի շատ, քան երկար մոնոլոգները։ Դավիթի լռությունը երբեմն ավելի բարձր է հնչում, քան մյուսների գոռոցները։ Սա դերասանական հասուն խաղ է, չափավորված, զուսպ, բայց խորքային։ Եթե էկրանին Կարոն հանդիսատեսին ներկայանում է որպես ընտանիքի համար պայքարող հերոս, ապա իրական կյանքում ևս ընտանիքը նրա համար մեծ արժեք է։ Նրա կինը բոհեմ թատրոնի դերասանուհի է, նա արվեստի մարդ է, ստեղծագործ, պահանջկոտ, ինքնուրույն մտածողությամբ, նրա սիրտը հեշտությամբ գրավվողներից չի եղել։ Շրջապատը հաճախ է նշել, որ նա շատ ընտրողաբար է մոտենում մարդկանց և հարաբերությունների հարցում։ Սակայն Կարոյին հաջողվել է հաղթահարել այդ բեմական պատնեշը։ Նրանց հարաբերությունները հանկարծակի չեն սկսվել կրքով կամ ցուցադրական սիրավեպով։ Ամեն ինչ ծնվել է ժամանակի ընթացքում, փորձերից, համատեղ աշխատանքային ժամերից, բեմի լարված պահերից։ Նրանք միասին հանդես են եկել նույն ներկայացման մեջ։ Բեմը դարձել է այն տարածքը, որտեղ նրանք բացահայտել են միմյանց իրական դեմքերը։ Երբ դերասանները միասին խաղում են, նրանք տեսնում են միմյանց ամենաբաց վիճակում՝ հուզված, նյարդային, կենտրոնացած, հոգնած։ Այդ փորձությունն անցնելն արդեն վստահության հիմք է։ Սկզբում նրանց հարաբերությունները եղել են զուսպ։ Արվեստագետների կյանքում զգացմունքները հաճախ խառնվում են կերպարների հետ, և շատերը փորձում են պահպանել սահմանները, բայց ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ սա պարզապես գործընկերային համակրանք չէ։ Կարոն համբերատար է եղել, նա չի փորձել արագ նվաճել, այլ թույլ է տվել, որ վստահություն ձևավորվի։ Հենց այդ համբերությունն էլ, անկեղծ վերաբերմունքն էլ դարձել են հարաբերությունների հիմք։ Այսօր նրանց ընտանիքը կառուցված է փոխադարձ հարգանքի վրա, երկուսն էլ հասկանում են դերասանի կյանքի դժվարությունները, փորձեր ժամերին, նկարահանումներ, հուզական ծանրաբեռնվածություն։ Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում ապրել մի քանի կյանք մեկ կյանքի մեջ։ Կարո Հովհաննիսյանի համար հետաքրքիր զուգահեռ կա իր իրական կյանքի և Դավիթի կերպարի միջև։ Երկուսն էլ պատասխանատու են, երկուսն էլ ընտանիքի կարևորությունը վեր են դասում ամեն ինչից։ Թեև դերասանը երբեք չի փորձել իր անձնական կյանքը տեղափոխել էկրան, սակայն ներքին արժեքներն ակամա արտացոլվում են խաղում։ Դավիթը պայքարում է արտաքին խնդիրների դեմ, իսկ Կարոն արվեստի աշխարհում իր տեղը հաստատելու համար, բայց երկուսի հիմքում էլ նույն բանն է՝ արժանապատվություն և սեր։ Հենց այդ համադրությունն է, որ դարձնում է Կարո Հովհաննիսյանին հետաքրքիր ոչ միայն որպես դերասան, այլ նաև որպես մարդ։ Նրա կերպարներն ունեն խորություն, իսկ կյանքը կայուն հիմք։ Եվ գուցե հենց դա է նրա հաջողության գաղտնիքը։ Բեմում նա ապրում է իր կերպարներով, իսկ կյանքում՝ սիրով։ Նշենք, որ երբ հայտնի դարձավ, որ դերասանն ամուսնացել է, համացանցում հայտնվեցին հարսանեկան կադրեր։ Հարսանիքը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերի 1-ին, օր, երբ ամեն ինչ վերաիմաստավորվեց։ Լուսանկարը մակագրել էր դերասանը։ Այսօր Կարո Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքը՝ հաջողությամբ համատեղելով թատրոնը, հեռուստասերիալը և ընտանիքը, իսկ նրա կերպարները, լինի դա Դավիթը Գոյամարտում կամ բեմական հերոսները, միշտ ունեն մի ընդհանուր բան՝ մարդկային խորություն։ Գուցե հենց դա է նրա հաջողության գաղտնիքը։ Կարոն չի խաղում մարդկանց, նա ապրում է իր կերպարներով։ Դե ինչ գրեք, արդյոք հավանո՞ւմ եք Դավիթին Գոյամարտ հեռուստասերիալում։